Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 20-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Շատերը ցանկացան այս տեսանյութը ևս էլի որ շարունակվի, դրա համար սա շարունակական կլինի առայժմ, բայց շաբաթվանը ևս կլինի, ձեզ համար շաբաթվա կանխատեսում ևս կլինի։ Եվ մնացել է այնտեղ աստղաբանության ալիքում ընդամենը շներն ու վարազները այսօր երեկոյան կլինեն, չնայած սա դուք վաղն եք տեսնելու, բայց ամենայն դեպս մինչև այդ արդեն երևի թե ընկած կլինի, կարող եք նայել։ Մնացել է իրենք։ Եվ էլի կարող են այստեղ հորոսկոպներ լինեն։ Ինչպես մտածում եմ ուղղակի այստեղ տեղադրեմ, թե աստղաբանության ալիքում։ Դեռ մտածում եմ։ Որոշեմ վերջնական, հետո որտեղ աստղաբանության ալիքում պետք է տեսանյութեր տեղադրեմ, չգիտեմ սա է։ Երևի թե երկուսը այնտեղ կամ այստեղ չգիտեմ։ Չեմ կողմնորոշվում, գիտեք, որտեղ այս ալիքը, որ ինքը այդպես քնած ալիքը, չնայած աստղաբանությունն էլ արդեն քնել, ես իմ մյուս ալիքներով չեմ տեսնում արդեն, բայց ամենայն դեպս, ինձ թվում է այդքան քնած չի, ինչքան որ օրինակ այս ալիքներ բավականին շատ քնած։ Ահա, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այս գեղեցիկ օրը։ Տեսնենք։ Գնենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 20-ին։ Ոչինչ չեմ կապել ուղղակի։ Ձեր վերևը։ Կարծես թե ձեր վերևը։ Ուրեմն դա ձեր բախտն է ինչ որ ընկնի։ Միևնույն է ինչ որ մի բան վերևում է ընկնելու, ինչ որ մի բան ներքևում է ընկնելու, տարբերություն չկա։ Հարգելի առնետներ, մի փոքր լարված օր է, երևի դրա համար էլ այդպես քարտերն էլ իրենք դպրտացին։ Ինձ թվում է կապ չունի այսքանից վերև, եւ այսքանից ներքև միայն սա կարելի է համարել կասկածելի։ Որտեվ կիսվում է, մեկ ընկնում է տակը, մյուսը վերևը, միևնույն է, այդպես դասավորում է։ Այստեղ կարող եք ովքեր որ անալիզ են հանձնել, անալիզի պատասխանները կարող եք ստանալ, նաեւ այցելել ուղղակի դեղատուն եւ գնել այն դեղերը, որոնք որ տվել են ձեզ այդպես թղթի վրա գրված է եւ պետք է գնեք այդ թղթերը, դեղերը։ Նաեւ սա կարող է օրինակ ուզում եք արձակուրդ եւ արձակուրդային եք գրում, դա կարող է լինել։ Ճանապարհը կարող է հետաձգվել կամ այն ինչ որ հետաձգվել է կարող է ավելի արագ լինի, ավելի շուտ գնաք կամ եթե ինչ որ բան եք պլանավորել կամ ինչ որ մեկը դեռ պետք է գար կամ դուք պետք է գնաք, կարծես թե 1 ամիս հետաձգվում է, իսկ եթե ինչ որ մի բան 1 ամիս պետք է անեք, հիմա կարող է լինել դա։ Օրվա ընթացքում տխրում եք։ Ինչ որ բան է ձեզ տանջում, ինչ որ բան է ձեզ տխրեցնում այդ օրը։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դրանցով պետք է զբաղվեք, նաև սա ժառանգություն է, ոմանք կարող են ստանալ, ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց կսպասեք, ինչ որ բանի կսպասեք օրվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են միայն։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 20-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը կամ կայցելեք վաճառաբժշկական կենտրոն կամ նաև ժամ կարող եք պայմանավորել բժշկական կենտրոնի հետ, կարող եք ուղղակի այցելել այնտեղ հիվանդ, ինչ-որ եթե հիվանդ է այնտեղ կարող եք այցելել իրեն, նաև դա կարող է լինել բայց ուրիշ բժշկական կենտրոն, ասենք կոսմետոլոգի մոտ կամ նման ոչ տեղեր։ Ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն, ոմանց կհրավիրեն հարսանիքի, նշանադրության, գուցե ինչ-որ պայմանագիր եք կնքում դիմացինի հետ, աշխատանքի հետ կապված, ինչ-որ մի բանի հետ կապված, գուցե տան պայմանագիր է։ Նաև դա ցիկլային աշխատանք է, ոնց որ անընդհատ անեք եւ ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Օրվա ընթացքում սիրո խոստովանություն նաև ձեզ կարող են անել, ձեզ սիրված զգաք, ինչ-որ մի բան տեղի ունենա, որ ձեզ լավ զգաք։ Խոչընդոտներ կան նաև օրվա ընթացքում, որ եւս պետք է կարողանաք հաղթահարել եւ երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք, այսինքն ինչ-որ տղամարդ է գալու տուն։ Դա կարող է լինել ձեր եղբայրը, ամուսինը, ձեր տղան կամ ինչ-որ մեծ մարդ է, կարող է գալ ձեր տուն, ձեր պապին կարող է լինել, կամ դուք գնաք իրենց տուն։ Միգուցե առիթը այդպես է հավաքվում եք, հա, բայց ամենայն դեպս այստեղ կամ տան հետ կապված հարցերը, դա կարող է տանտերն է գալիս ձեր տուն, երեկոյան ժամին կամ առավոտյան, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 20-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի մասին կմտածեք, այդ օր նաև ունեք զարգացում, առաջ խաղացում, ձեր գործերը, հարաբերությունները, յուրաքանչյուր ոլորտում դա կարող է տեղի ունենալ։ Հաջողություն ունեք նաև այդ օրը յուրաքանչյուր գործերում, այն ինչ-որ կանեք, գուցե աշխատանքի մեջ, ամենայն դեպս ինչ-որ մարդիկ եք ընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք կունենաք, հանդիպում, շփում պետական աշխատողի հետ, հարցազրույցի կարող եք գնալ, միգուցե դա է ցույց տալիս հաջողությունը, հա, ձեզ համար։ Այսքանը, ամենայն դեպս հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 20-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը տան հետ կապված որոշ հարցեր ունեք, որոնք որ պետք է լուծեք, կարգավորեք, կարգի բերեք։ Նաև դա կարող են հյուրեր, որ գալիս են ձեր տուն կամ առիթ է ձեր տանը, կամ պետք է գնաք ինչ-որ առիթի, տեղափոխություն եւ այլն, յուրաքանչյուր բան տան հետ կապված։ Լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ փաստաթղթեր կդասավորեք, ինչ-որ բաներ կգրեք, կգրանցեք, նաև փաթեթ եք ստանում եւ մտածմունքների մեջ կլինեք, մտածեք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 20-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կարող հուզվել, գուցե սեղանի շուրջ նստած ինչ-որ մարդկանց հետ, կամ տեսնում եք ինչ-որ մարդկանց, դրա համար եք հուզվում։ Նաև գումար կստանաք կամ գումար կծախսեք, բայց կնոջ վրա կարող գումար ծախսել կամ կին ձեզ գումար տա։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Ունեք նաև այստեղ հաջողություն, որը երկար եք սպասել, ինչ-որ տեղեկատվություն է, ինչ-որ փաթեթ է, փաստաթուղթ է, որը որ ձեզ հաջողություն է բերում, որին իրոք բավականին երկար եք սպասել, որ այդ հաջողությունը ունենայիք, և հանդիպում կամ շփում կունենաք երիտասարդ տղայի հետ, գուցե նաև նոր ծանոթություն է միայնակների համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 20-ին։
Հարգելի օծեր, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, գուցե ինչ-որ մեկի հարսանիքի հետ կապված, ինչ-որ մեկի ամուսնության հետ կապված, մի խոսքով այստեղ, նաև պայմանագիր է, դա կարող է իմանում եք, որ ձեզ հետ պատրաստում են պայմանագիր կնքել կամ պատրաստում են արդեն այդ պայմանագրի տեսակը, նաև դուք կարող երկար եք սպասել, որ ձեզ ամուսնության առաջարկ անեն և հիմա այդ լուրին եք սպասում կամ ձեր երեխան է գալիս այդ լուրը ձեզ ասում, որ իրեն ամուսնության առաջարկ են արել, նման ինչ-որ պահեր կարող են լինել, որ բարի լուրը կապված է հստակ հարսանիքի հետ, ամուսնության հետ։ Նաև այդ օրը հեռախոսազանգ կունենաք և հաջողություն յուրաքանչյուր գործերում այն ինչ որ կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 20-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը հաջողություն ունեք յուրաքանչյուր գործերում և դա այդպես հանկարծակի լուր կարող եք իմանալ կամ հանկարծակի լուր կիմանաք, որը ձեզ հաջողություն է բերելու։ Հաջողակ լուր է, մի խոսքով, այդ հանկարծակի լուրը։ Օրվա ընթացքում կսպասեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, նաև էմոցիոնալ կլինեք, որովհետև դա լուսավոր մի բան է ձեզ հետ տեղի ունենալու, որից էլ բավականին ձեր տրամադրությունը կբարձրանա, այդպես համար էմոցիոնալ եք, արդեն իսկ եւ գիտեք եւ սպասում եք, որովհետեւ հետո է լինելու այդ լուսավոր մի բանը, եթե էմոցիաները այդքան էլ լավը չեն, հետո ինչ-որ մի լուսավոր բան է լինում, հանգստանում եք, կարգավորվում է ամեն ինչ։ Տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք, միգուցե տեղափոխությունը, առիթը եւ այլն, յուրաքանչյուր բան, տան հետ կապված։ Եվ եթե հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, միգուցե իր մասին, եթե անհանգստանում եք իր մասին, դա կարող է լինել այդ լավ լուրը, այդ հաջողությունը, միգուցե վիրահատություն էին կատարում, այդ մասին կարող եք իմանալ, որ ամեն ինչ լավ է անցել, կամ դա կարող է լինել մեկ այլ բան, որ ինչ-որ մեկը բավականին ծանր հիվանդ էր եւ հիմա ինչ-որ մի բան իր մոտ փոխվել է։ Միգուցե հյուրասումը անգամ այստեղ կարող եմ ասել ինչ-որ մեկի մոտ քիմիոթերապիան է օգնել, եթե նման բան կար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխար է կոչվում, գիտեք արդեն, այդտեղ ժամերի մոտ ամբողջը նշված է։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 20-ին։
Հարգելի այծեր, այդ օրը ինչ-որ մեկ էլ կողք վիճել, կռվել և հետո ինչ-որ փակվում է ձեզ մոտ ամեն ինչ։ Գուցե ժամը չի համապատասխանում ձեզ, որպեսզի կարողանաք անել, ուշացել եք, դրա համար եք վիճում, ոնց որ ասում են արդեն ուշ է, չես կարող, և վեճի թեմա է դառնում, նույն դեպս առավոտյան վեճ է, երեկոյան ինչ-որ մի բան փակ է, չի ստացվում անել, չեք կարողանում անել։ Կարող եք նայել, եթե սա ձեզ համար քիչ է, կարող եք նայել նաև ամսվա նշանները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 20-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը առավոտյան կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, հետո սեղանի շուրջ եք նստում, լավ լուր եք լսելու, բարի լուր եք լսելու, գուցե սեղանի շուրջ, միգուցե լսելուց հետո եք ոչ է բան նշում, նաև լուսավոր մի բան տեղի կունենալ ձեզ հետ այդ օրը, որովհետեւ ինչ-որ մի բան է, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, մի փոքր տարիքով տղամարդ է, մեծ մարդ է, կարող է դուք եք մեծ, կարող է սիրային առումով է սա, ամենայն դեպս, եթե ինչ-որ մեկի հետ հանդիպեք, դա կարող է կամ անձնական կամ գործնական, կարող ձեր հայրն է շփվում եք հետը։ Ձեր գործերը այդ օրը առաջ կմղեք, այն ինչ-որ մնացել էր այդ գործերը առաջ կմղեք և հեռախոսազանգ ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 20-ին։
Հարգելի ակաղներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև դրանից հետո երկյակ փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև օրվա ընթացքում սպասման մեջ եք լինելու ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ բանի, ոմանք գործարք կկնքեն և շատ ուրախ եք, ոմանց ամուսության առաջարկ կանան ևս ուրախ եք, հրավերք հարսանիքի, դա ևս ձեզ կուրախացնի բավականին շատ, նաև ինչ-որ գործ է, որ ցիկլային է, այդպես մշտապես պետք է անեք և դա ևս ձեզ կուրախացնի։ Կարիերայում մի փոքր առաջ խաղացում է սա, շատ չէ, բայց առաջ խաղացումը կնկատեք, հեռախոսազանգ ունեք և տան հետ կապված հարցեր են, միգուցե տեղափոխվում եք, միգուցե ինչ-որ բաներ եք գնում տան համար, հյուրեր ունեք, ինչ-որ վերանորոգում եք ուզում սկսելու բուր կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 20-ին։ Հարգելի շներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան անելու, նաև հանդիպում պետական աշխատողի հետ կամ շփում, այստեղ հեռախոսազանգ ունենք նաև, աշխատանքի համար եք հեռախոսազանգում, այդ խոսում եք դիմացինի հետ կամ աշխատանքը փնտրելուց եք զանգարում, տեսնեք աշխատանք կա թե ոչ, նման ինչ-որ պահեր էլ ևս կարող են լինել։ Նաև եթե բիզնես ունեք, բիզնեսը կարող եք առաջ տանել, բիզնեսով զբաղվեք, բայց գործունեություն այստեղ անեք։ Եվ օրվա ընթացքում ոմանք այցելեն բժշկական կենտրոն, հիվանդանոց, ինչ-որ մեկին տեսակցելու համար, նաև կարող եք այցելել ինչ-որ կոսմետոլոգի մոտ։ Դա նաև կարող է լինել ուղղակի լավ չեք զգում ձեզ և պարկում եք։ Կարիերան նույնպես այստեղ շատ չի առաջ գնում, բայց առաջընթացը կնկատեք, տարբերությունը կնկատեք, ինչ-որ բան առաջ կգնա կարիերայում։ Եվ իհարկե կարող եք նայել ձեր 2026 թվականի հորոսկոպը, այնտեղ ևս ես խոսում եմ կարիերայի, աշխատանքի, հստակ ամիսներ եմ ձեզ ասում, այստեղ ևս օրվա ընթացքում կարող եք պարկել, հանգստանալ, միգուցե դա է, պարկում եք, կարող ձեզ վատ եք զգում։ Քննելու ցանկություն կունենաք։ Այնտեղ ես նշում եմ շատ բաներ, ամիսներով, նաև տարով, շուն, ամսով, այնտեղ երկվորյակ, խեցգետին կարող եք լսել, բավականին ծավալուն, խոսում եմ այնտեղ, կարող եք լսել, ինչև սա նա ևս այնտեղ ալիքում կլինի աստղաբանության, եթե չգիտեք աստղաբանության ալիքը, ապա հղումները լինում են մեկնաբանության բաժնում իմ բոլոր ալիքների։ Կարող եք նայել, որովհետև ձերն է մնացել և հաջորդ նշանը։ Այսքանը ձեզ համար և ընդհանրապես կանխատեսումները շատ են, ուղղակի ես ժամանակ չունեցա, այդպես շատ ասեմ ձեզ։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։
Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 20-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը կարող վիճել ինչ-որ մեկի հետ, որովհետև քո ինչ-որ բան է դանդաղում, կանգնած է, դրա համար եք վիճում, որ մի փոքր առաջ տանեն, այդպես, դրա համար կփորձեք ձեր գործերը առաջ տանել այդ օրը։ Նաև երկար սպասված վարության նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ է, եւ ոնց որ կանգնած սպասում եք, կարող դա ձեզ նյարդայնացնի, այսինքն այնքան եք սպասում մի բանի եւ դրա համար նյարդայնանում եք եւ սկսում վիճել։ Ուշադրություն դարձրեք նաեւ ձեր առողջության օրվա ընթացքում կարող նաեւ վատ զգալ այդ վեճից հետո։ Ոմանք նաեւ կայցել են բժշկական կենտրոն կամ կոսմետոլոգի մոտ կամ նաեւ հիվանդանոց դա կարող է լինել։ Երբ դա կարող է, ինչ որ սպասում եք, որ թույլ տան ներս մտնեք, դա կարող է խոսակցության թեմա լինի։ Օրվա ընթացքում ոմանք սիրո խոստովանություն կանեն, սիրո խոստովանություն կստանան, դա սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, սիրելիների շրջապատում կլինեք, նամակ կստանաք, տեղեկատվություն, ինչ որ նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթերը կդասավորեք, կանեք, կհանեք եւ նաեւ փաթեթ կարող եք ստանալ այդ օրը։ Օրվա վերջ մի փոքր խոչընդոտներ ունեք, որոնք որ պետք է հաղթահարեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։